մինչև Իրանում չսկսվեց ապստամբությունը, Հայաստանը այդ տրիպի միջոցով ոչնչացվում էր որպես պետություն եւ պետականություն։ Ես բազմիցս դա ասել եմ։ Հիմա Միացյալ Նահանգները փոխում են իրենց դիրքորոշումը, ոչ թե տրիպի հանդեպ։ Տրիպը դա ընդհանրապես մի փոքրիկ մի հանգամանք է իրենց հսկայական աշխարհակաղակական քարտեզում, որի մասին իրենք Թրամփը չերել հիշի, ինչպես նա շփոթում էր, պատահական չի, որ Թրամփը Հայաստանը, Ադրբեջանը, մեկ Ալբանիայի, մեկ Կամբոջայի հետ է շփոթում եւ դժվարանում է հիշել Փաշինյանին, ու Փաշինյանը հատուկ գնում ասում է, ես Հայաստանի վարչապետ, ասում հա հիշում եմ, այնտեղան ես։ Ինչի, որովհետեւ Հայաստանը կարևոր չէր, եւ տրիպը չէր կարևորել։ Ամերիկան այդ տրիպը 1000 տարի պետք չէր։ Դրա համար նա ինչ-որ մասնավոր ֆիրմա էր այստեղ ուղարկում, որովհետեւ Իսրայելը խնդրեց։ Հիմա Իսրայելին պետք չէ տրիպը։ Հիմա Ամերիկային էլ պետք չէ։ Ամերիկային Հայաստանն է պետք, այլ ոչ թե տրիպը։ Հայաստանը որպես երկիր, որպես դարպաս դեպի միջին արևել, դեպի Պարսկաստան, եւ դա վաղուց էր պետք, եւ Ամերիկային Հայաստանի անկախության պահից, ահա ինչու Ռուսաստանից հետո դեռ Ջեյմս Բեյքերը 92 թվականի այն ժամանակվա Մարկ Ռուբիոն, այն ժամանակվա պետքարտուղարը առաջի իր այցը Հայաստան է կատարել, որովհետև Հայաստանը Միացյալ Նահանգների համար 100 տարի շարունակ գլխավոր դաշնակիցն էր այս տարածաշրջանում։ Հետո Իրանը դարձավ։ Եվ Ամերիկան փորձում էր կառուցել այդ Հայաստան-Իրան կապը, կամուրջը։ Եվ տրիպը դա ապացույց էր, որ մենք բացարձակապես կորցրեցինք նշանակությունը եւ դառնում ենք ընդամենը տրանզիտային գոտի Թուրքիայի համար։ Եվ հիմա է դա փոխվում։ Ահա ինչու Թրամփը այլևս չի շփոթի Հայաստանը։ Նա կսովորի եւ Սյունիքի անունը, եւ Զանգեզուրել չի ասի, Իրանի գործոնով է պայմանավորված։ Այո, Իրանի գործոնով, որովհետեւ Իրանը Հայաստանի հետ միասին, Վրաստանի հետ միասին դառնում են այն, ինչ պետք է լինեինք։ Հազարավոր տարիներ մենք դա էինք Տիգրան Մեծի ժամանակից սկսած։ Եվրոպան դա շատ լավ հասկանում է։ Հիմա Իրանի փոփոխությունների հետ կապված դա հասկանալու է նաև Թրամփը։ Հայաստանի համար չպետք է լինի ընտրություն կամ Միացյալ Նահանգներ կամ Եվրոմիություն, բայց եթե հանկարծ նման հարց ծագի, ապա իհարկե Հայաստանի համար շատ ավելի նախընտրելի է Եվրոպական միությունը, որտեղ կա քաղաքական նախագիծ, որտեղ կա արժեքների համակարգ եւ օրենքի ուժն է գործում, այլ ոչ թե ուժի օրենքը։ Թրամփը ժամանակավոր ջարդում է որոշ բաներ, բայց Միացյալ Նահանգները անխուսափելիորեն կվերադառնան դեպի այդ ընդհանուր եվրոպական արևմտյան նախագիծ։ Եվ դրա ապացույցն է այն, որ Կանադայի, Ավստրալիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի պես երկրները ձգտում են դեպի Եվրոպա, այլ ոչ թե դեպի Թրամփ։ Այդպես որ Թրամփի Ամերիկան դա ժամանակավոր է։ Ինքը լուծում է Չինաստանի հարցը, Ռուսաստանի հաշվին, բայց վերջի իրենք նորից հանդիպելու են։ Եվ Հայաստանը պետք է լինի ոչ թե էլի ինչ որ մի փոքրիկ նախագծի զոհը, որովհետև 20 թվականին հենց Թրամփն էր լռում պատերազմի ժամանակ, երբ որ մենք կործանվում էինք, որովհետև իրեն դա այլևս չէր հետաքրքրում։ Եվրոպան էր կռվում մեզ համար, փորձում էր, ու Ամերիկան Ռուսաստանի, Չինաստանի հետ միասին չեզոքացրեցին դա։ Չպետք է կրկնել նույն սխալը։ Իհարկե մեր տեղն է Եվրամիությունը, եղել է եւ մնում է։ Եկեք նորից հարց տանք մեզ. ինչ կարևորություն ունի տրիպը Միացյալ Նահանգների համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ պետք է բերեն կամ ստանան տրիպով։ Մի հատ հասկանանք, այդ 42 կիլոմետրանոց ճանապարհով Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսական, ռազմական, քաղաքական շահը ո՞րն է։ Այդ ամերիկյան ո՞ր արտադրանքն է, ասենք, Կարսից մինչև Նախիջևան կամ մինչև Ադրբեջան, Բաքու գալու, որ Ամերիկան դրա համար պետք է որևէ բան Այստեղ երկու հարց է, քաղաքական պրոյեկտ է սա, թե տնտեսական։ Բացարձակապես քաղաքական պրոյեկտ էր, ավելին։ Դա թուրքական պրոյեկտ էր, որը հնարավոր դարձավ միայն այն պատճառով, որ Իսրայելը համոզեց Միացյալ Նահանգներին այդ պահին օգնել եւ աջակցել Թուրքիայի այդ վաղեմի դեռ 91-92 թվականից փայփայված գաղափարին, դա Թուրգուտ Օզալի, Սուլեյման Դեմիրելի գաղափարն էր, որը հիմա շարունակում են անվանել Թուրան։ Դա ոչ այլ բան է, քան Թուրան, եւ Միացյալ Նահանգները ինչ որ պահին
ականջ դրեցին եւ աջակցեցին այդ պրոյեկտին։ Հիմա բարեբախտաբար, եթե Իրանում ամեն ինչ գնա այնպես ինչպես որ գնում է հիմա, եթե Իրանը ազատագրվի, այդ պրոյեկտի իմաստը կորչելու է, դրա աշխարհաքաղաքական իմաստը կորչելու է։ Տնտեսականը դա միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերից է։ Եթե Հայաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուզում են պաշտպանել Ադրբեջանի եւ Թուրքիայի տնտեսական շահերը, դա շատ հետաքրքիր կլինի։ Ամբողջ Միացյալ Նահանգների քաղաքականությունը հիմա ուղղված է Չինաստանը թուլացնելու նպատակին, սակայն կրկնում եմ, Չինաստանը ունի բազմաթիվ եւ միշտ ուներ վտակներ իր տնտեսական կապերը զարգացնելու ծովայինից մինչև ցամաքային եւ Ռուսաստանի միջոցով եւ Ղազախստանի միջոցով, Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանը Չինաստանի համար ընդհանրեն տարբերակներից մեկն էր, ոչ թե հիմնական եւ փագել 40 դարպասներից մեկը դա չի նշանակում փագել ճանապարհը, սա մեկ։ Երկրորդը կրկնում եմ, այդ ինչ պետք է Հայաստանը բերի, ասենք Ադրբեջան կամ ստանա Ադրբեջանից, որ մենք դրա համար պետք է զիջենք փաստորեն ինչպես էլ անվանեք դա, բայց սուվերենության հարցը, որի մասին այդքան ցավոտ է խոսվում Երևանում եւ անգամ Ռուբիոն պատահական չէ որ նշեց որ սուվերենությունը չեք կորցնի։ Այո, հիմա չենք կորցնի։ Հիմա Ամերիկան թույլ չի տա դա անել, բայց եթե չլիներ Իրանի այս զարգացումները, մենք անխուսափելիորեն կորցնելու ենք մեր սուվերենությունը մեր հարավային սահմանի վերաբերյալ։ Եվ այն 20 կիլոմետրի 40-ից 20 կիլոմետրի վճարը, որը ամերիկյան ինչ-որ ֆիրման համատեղ մեզ կվճարեր, երբեք չէր կարողանա փոխհատուցել մեր պետականության կորստի վտանգը։ Այդպես որ Թրիպը տնտեսական նշանակություն Հայաստանի համար նույնպես չունի։ Հայաստանի համար տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական նշանակություն ունի հյուսիս-հարավ ճանապարհը, որը կապում է Եվրոպան սև ծովով, Իրանի, Հնդկաստանի եւ արաբական աշխարհի հետ։ Այն է, որ շատերը հիշում են Պոլ Գոբլի ծրագիրը 90-ականների, որը կոչվում էր Մեղրիի ծրագիր, այսինքն ասում են այն ինչ հիմա Թրիպ է անվանվում, այն ճանապարհը, որը հիմա Թրիպի անվան տակ է աշխատելու, դա նախատեսված էր դեռ Միացյալ Նահանգների ծրագիրն է, դուք ասում եք դա Թուրքիայի ծրագիրն է, բայց հիշեցնում են 90-ականների այդ ծրագիրը։ Ոչ, ես ծանոթ եմ Պոլ Գոբլին, մենք նամակագրություն ունեինք ժամանակին, հիմա չեմ շփվում իր հետ, նա երրորդական կարգի, 4-րդ կարգի չինովնիկ էր, նա չէր կարող ներկայացնել Միացյալ Նահանգների շահերը կամ կարծիքը։ Եթե Միացյալ Նահանգները որոշեին այն ժամանակ անել դա, իրենք դա կանեին։ Դա տարբերակ էր եւ չմոռանանք, որ այդ տարբերակներից մեկն էր փոխանակել Արցախը Սյունիքի հետ, ամենայն դեպս այդ ճանապարհը, այո, եւ դա անընդունելի էր եւ Հայաստանի համար այն ժամանակ եւ ի վերջո նաեւ Միացյալ Նահանգների համար։ Դա որպես Արցախի հարցի լուծում եք դուք դիտարկում, թե Միացյալ Նահանգների շահերը սպասարկող Միացյալ Նահանգների ծրագիր Մեղրիի հետ կապված։ Տեսեք, Միացյալ Նահանգները շահ ունեին այդտեղ։ Ես մի փոքր հիշատակեցի 91-92 թվականին, երբ որ տապալվեց սովետական միությունը, Թուրքիան զգաց գոյաբանական վտանգ, որովհետև Թուրքիային օգնում էր արևմուտքը որպես խոչընդոտ սովետական ազդեցության դեմ։ Իրանը այլևս այդ խոչընդոտը չէր 91 թվականին եւ Թուրքիան հենց դա էր Թուրգուտ Օզալի եւ Սուլեյման Դեմիրելի, հետո նաեւ Թանսուչիլերի գաղափարը, որ եկեք մենք Ամերիկային ծախենք այն գաղափարը, որ թուրքական մոդելը պետք է աշխատի եւ Ադրբեջանի եւ Ղազախստանի, Թուրքմենստանի, Միջին Ասիայի երկրների համար եւ Բուշ ավագին դա առաջարկվում էր եւ դա շատ լուրջ քննարկվում էր։ Սուլեյման Դեմիրելը առաջարկում էր օրինակ հանուն դրա զավթել Հայաստանը եւ Բուշ ավագը դա գաղտնի նամակներ էին, որոնք հիմա դեկլասիֆիկացված են, այսինքն բացվել են եւ ես ունեմ այդ նամակների ֆոտոկոպիաները, ասում է Շուշիի գրավումից, ազատագրումից հետո հաջորդ իսկ օրը Բուշ ավագը գրում է հանկարծ Սուլեյման Դեմիրելին, չփորձեք օգտագործել դա եւ չմտնեք Հայաստան, ինչպես նախատեսում եք։ 93 թվականին Թանսուչիլերը նորից փորձեց մտնել
Աղդամի անկումից հետո օգտագործելով Ռուսաստանի խառնաշփոթը, դա խորհրդարանական ապստամբություն էր Խազբուլատը Ֆրուցկոյի, եւ այդ օրերին թուրքական բանակ արդեն սկսեց կրակել եւ պատրաստում էր զավթում մտներ Սյունիքով դուրս գալ Լաչինով Արցախ մտներ, եւ այդ դեպքում արդեն Կլինտոնի ադմինիստրացիան Սկրոուֆորդը կարծեմ դա էր ազգային անվտանգության խորհրդականի, ասաց, որ մենք մոտեցնելու ենք 6-րդ նավատորմը Ստամբուլին եւ կրակելու ենք, եթե դուք հարձակվեք։ Երբեք Միացյալ Նահանգները նման նպատակ չունեին, թե չէ իրենք չէին պաշտպանի Հայաստանը այդքան ժամանակ։ Իրենք թույլ չէին տա Հայաստանին առևտրական կապեր պահպանել Իրանի հետ, երբ որ Իրանին ամեն ինչ արգելված էր։ Միակ պետությունը, որը անարգել կարող էր տնտեսական կապեր շարունակել Իրանի հետ, դա Հայաստանն էր, Միացյալ Նահանգների թույլտվությամբ։ Այդպես որ ասել, որ Միացյալ Նահանգները դա ուզում են, դա պարզապես ծիծաղել է։ Իհարկե ոչ։ Եվ տիպային օրինակ, այդ ինչ տիպային օրինակի մասին է խոսքը։ Հենց այն է, որ այն ինչ առաջարկում են թուրքերը իրենց եւ Միջին Ասիայի երկրների համար, որի զոհը պետք է դառնար Հայաստան, եւ անխուսափելի են կդառնար։ Հիմա բացարձակապես փոխում է իր բովանդակությունը, որովհետեւ Իրանի հետ բացելով ճանապարհները, առևտուրը, իսկ Իրանը ահռելի մեծ շուկա է, որին Միացյալ Նահանգները եւ Եվրոպան պատրաստվում են վաճառել ամեն ինչ, ավտոմեքենաներից, տեխնոլոգիաներից մինչև օդանավեր, միլիարդների եւ տրիլիոնների առևտուր է սկսվելու։ Եվ այդ առևտուրը massամբ զգալի մասով գնալու է Հայաստանի միջոցով, հյուսիս-հարավով։ Դրա համար է 10 տարի շարունակ Եվրոպան դա պատրաստել։ Եվ զոհաբերել դա հանուն այդ 20-40 կիլոմետրանոց տրիպի եւ զոհաբերել ամեն ինչ, դա պարզապես անմտություն է, դա կամ միամտություն է կամ չարամտություն։